Օգտվելով առիթից, քանի որ լեզվի մասն ենք խոսում, մի հարց էլ ես տամ Տիկին Անդրեասյան։ Մեր անկախության հանրաքվեից անցել է արդեն 34 տարի, բայց մինչև հիմա մեր կինոթատրոններում ֆիլմերը ցուցադրվում են ռուսերեն թարգմանությամբ։ Մի հատ կինոթատրոն չկա, որ բոլոր ֆիլմերը հայերեն լինեն։ Այսինքն ես դեմ չեմ, թող որոշ ֆիլմեր լինեն ռուսերեն թարգմանությամբ, ռուսալեզու մարդկանց համար, բայց այս հարցը լավ լուծում չունի։ Շնորհակալություն։ Ինչ եք մտածում, ոնց պետք է այս հարցը լուծվի։ Շնորհակալություն, պարոն Ռուբինյան, շատ կարևոր հարց եք բարձրացնում։ 2021 թվականին նախորդ գումարման ազգային ժողովը ընդունել է կինեմատոգրաֆիայի մասին օրենքը, որտեղ ձեր նշած հարցը կարգավորել է, բայց այդ պահանջը սահմանել է 2030 թվականից։ Ինչը կարծում եմ շատ ուշ է, եւ մենք հիմա բերում ենք կինեմատոգրաֆիայի մասին օրենքի փոփոխություն, որը առաջիկայում հուսով եմ կհասնի ազգային ժողով եւ մենք կկարողանանք դա քննարկել աշնանային նստաշրջանում եւ դրանով առաջարկում ենք, որպեսզի այդ կարգավորումը ուժի մեջ մտնի 26 թվականի հունվարից, որովհետեւ կարծում եմ, որ առանցքային է եւ տեխնոլոգիական լուծումներն էլ թույլ են տալիս, որպեսզի օրինակ հայերեն ենթագրերով օրինակ ֆիլմերի հեռարձակումը, որը շատ պարզ լուծում է եւ կարող է իրականացվել ըստ էության առանց մեծ ջանքերի, դառնա օրենսդրական պահանջ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, բայց որ խնդրեմ կմանրամասնեք, անկախ նրանից կմնա 2030 թվական, թե կդառնա 2026, ինչ է նախատեսվում։ Ըստ էության այն ինչ դուք ասացիք, այսինքն որպեսզի ցանկացած կինոթատրոններում, հեռուստաընկերությունների պարագայում որևէ այդպիսի արտադրանք ուղեկցվի հայերեն թարգմանությամբ։ Ձայնային թե տիտրերով։ Այս պահին օրենսդրական կարգավորումը հնարավորություն է տալիս թե ենթագրերի, թե ձայնայինի, կարծում եմ լրացուցիչ կունենանք հնարավորություն փաթեթը ազգային ժողովում քննարկելու ժամանակ հասկանալ ավելի արդյունավետ եղանակը։ Շնորհակալ եմ, սա շատ կարևոր է։